Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սակունցն է, ողջույն պարոն Սակունց, Ֆակտոր TV տաղավար եկաք Հայաստանի արտգործնախարարության շենքի մոտից, որտեղ դուք քաղաքացիական ձեր գործընկերները, նաև քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ բողոքում եք Հայաստան Սերգեյ Լավրովի այցի դեմ եւ այնպես ստացվեց, որ ոստիկանությունը ըստ էության ուժ կիրառելով ԱԳՆ-ի շենքի մոտից ձեզ ցուցարեն տեղափոխեց դիմացի մայթ եւ դուք հայտնվեցիք շատրվան։ Կպատմեք ինչու եւ ինչպես եւ ինչի դեմ եք բողոքում։ Նախ ասեմ, որ սա երկրորդ նման բողոքի ցույցն էր, եթե չեն մոռացել, հիշեցնեմ 2013 թվականին, երբ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյան, Վլադիմիր Պուտին գիշերային հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանը չի ստորագրելու Եվրոպական միության արևելյան գործընկերության ասոցիացիան համաձայնագիրը, այն ժամանակ Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված, այցի օրը նույնպես բողոքի ցույց կազմակերպվեց, այն ժամանակ եղան ձերբակալումներ եւ նաեւ վերստին խոչընդոտվեց բողոքի ցույցը եւ երթը Ամիրյան Բողոտայում։ Սա երկրորդ ակցիան էր, արդեն այս անգամ արտգործնախարար Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովի այցի հետ կապված եւ հիմնական նպատակը, որ արտահայտել հայաստանյան հասարակության մի խավի կարծիքը Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ռեժիմի, բռնապետական ռեժիմի, մարդասպան, մարդկային հակաքաղաքակրթական ռեժիմի քաղաքականության դեմ, այն ագրեսիայի դեմ, որը նա վարում է Ուկրաինայի նկատմամբ, այն քաղաքականության դեմ, որի արդյունքում եւ որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց բռնի էթնիկ զտման, այն պարագայում, երբ որ նույն եռակողմ հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության, Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը պետք է հանդիսանար եւ այդ կարգավիճակը ուներ Ռուսաստանի Դաշնությունը հանձինեցի զորախմբի։ Լավրովը այսօր ասեց դրա պատասխանը։ Մենք զարմացանք, թե ինչպես Հայաստանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի։ Ինքը պետք է նաև վաղուց զարմացածներ, թե ինչու Վլադիմիր Պուտինը շատ վաղուց ավելի հրապարակավ եւ ասել էր անթակույց, որ Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս եւ դա փաստ է, այն պարագայում, երբ որ իրենք շարունակում էին հանդես գալ որպես ԵԱՀԿ Մեսկի խմբի համանախագահող երկպետություններից մեկը, բայց խնդիրը նույնիսկ կարգավիճակի մասին չէ։ Խնդիրը իրենց տներում մարդկանց անվտանգ ապրելու մասին է խոսքը։ Կարգավիճակի հետ կապված թող շփոթություն չմտցնի, նպատակ ունենալով անտեսելու այն պարտավորությունը, որ հանձնարարել էր Ռուսաստանի Դաշնությունը, ապահովելու մարդկանց անվտանգությունը, սա մասին է խոսքը, այդ գործառույթ, այդ պարտականությունը որևէ կապ չունի կարգավիճակի հետ։ Պարոն Սակունց, տեսեք, այսօր Լավրովի ասուլիսին հնչեցին նաև Ֆակտոր TV հարցեր եւ մեր լրագրողը նրան հարց էր տալիս ըստ էության Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ռազմական մատակարարումների միլիարդավոր դոլարների մատակարարումների մասին, նշելով, որ դուք չկատարեցիք նաև ձեր անվտանգային պարտավորությունները Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովման գործառույթը չիրականացրիք եւ այլն, այս պայմաններում բնական չի, որ Հայաստանը մերձեցման քայլեր անում Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, ԵՄ-ի հետ, ԵՄ-ի անդամակցության process-ը սկսում, իհարկե պարոն Լավրովը սկզբից շատ դժկամությամբ որոշեց այդ հարցին պատասխանել, բայց ամեն դեպքում Հայաստանը բոլոր տարիներին օգտագործել է ռուսական զենք, այդ թվում վերցնելու համար 7 շրջանները, որոնց նկատմամբ
պաշտոնական հավակնություն երբեք չի ունեցել, ստեղծել է պաշտպանական ռազմական գծեր, ինչը ցույց էր տալիս, որ դա պահելու նպատակ, այսինքն այդ 7 շրջանները չէր պլանավորում Ադրբեջանին փոխանցել, Մոզամբիկում էլ են օգտագործում ռուսական զենք, բայց չի նշանակում, որ օգտագործման նպատակը մենք կիսում ենք, դա նկատի ուներ, հա, այսինքն ինչ եք կարծում, ամեն դեպքում ինչու պարոն Լավրովը շրջանցեց Ադրբեջանի օգտին ռազմական բալանսը այսպես փոխելու հարցը ընդհանրապես։ Գիտեք, ընդհանրապես նման ռեժիմների ներկայացուցիչների, նաև այնպիսի ներկայացուցիչ, ինչպիսին Լավրովն է, նման հարցադրումներին ակնկալել որևէ ողջամիտ տրամաբանական պատասխան միամտություն է։ Ամեն դեպքում արտգործնախարարը։ Գիտեք, Ռիբենտրոպն էր նացիստական Գերմանիայի արտգործնախարարը, որը բոլշևիկյան ռեժիմի արտգործնախարար Մոլոտովի հետ կնքեց Ռիբենտրոպ-Մոլոտով հայտնի պակտը, որով ըստ էության երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո 1 տարի անց բաժանեցին Արևելյան Եվրոպայի եւ մեծբարթյան պետությունների տարածքները, այնպես որ մենք գործ ունենք եւ պետք է ելնենք այն հանգամանքից ի վերջո, որ գործ ունենք մի իմպերիայի արտգործնախարարի հետ, որը ցանկացած գործողություն կատարում է զուտ իր իմպերիալիստական շահերից, ոչ թե որևէ այլ պետության շահերից, եւ դա բնական է։ Այդ մենք ենք, որ ակնկալում ենք, որ նա դաշնակցային կարող է լինել, չի կարող դաշնակցային հարաբերություններ լինել իմպերիալիստական, շահեր հետապնդող, կայսերապաշտական շահեր հետապնդող ռեժիմի հետ, ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի, ապա կներեք մենք արդեն դրան անդրադարձանք իհարկե, որ եռակողմ հայտարարությամբ չկատարեց պարտավորություն, բայց Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան 250 առնվազն քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիան Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից դրա հետ կապված մենք որևէ գնահատական, որևէ դիրքորոշում Լավրովն այսօր նա ասաց փաստահավաք խումբ ենք ուղարկել, դիտորդներ կգային, բայց դուք նախընտրեցիք դիտորդների։ Մենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակցային պայմանագրով չենք նախատեսել, որ Ռուսաստանը փաստահավաք առաքելություն իրականացնի։ Այդ պայմանագրով նախատեսված է, որ Ռուսաստանը պետք է աջակցի, ապահովի, այսպես կոչված իր դաշնակցի անվտանգությունը արտաքին ոտնձգություններից։ Այնպես որ այստեղ փաստահավաք առաքելություն իրականացնելու մանդատ կարող են ունենալ միջազգային կազմակերպություններ, բայց ոչ թե միջպետական պայմանագրով պարտավորություններ վերցած պետություն եւ ամեն անգամ այդ ծամված այդ խոսքերը փաստահավաք եւ այլն դրանով փորձել ծածկել կամ խուսափել այդ պատասխանատվության հանգամանքից, դա ուղղակի խղճալի կամ մեղմ ասած շատ ուղղակի կեղծիք է, ասես ասեմ։ Շատ լավ, մեր հարցից մեկն էլ պարոն Միրզոյանին այն էր, ինչու է վարչապետը գնում Կարմիր հրապարակում մասնակցում այդ շքերթին կամ այսքան ջերմ դիմավորելը պարոն Լավրովին ինչով էր պայմանավորված հաշվի առնելով Ռուսաստանի չկատարած անվտանգային պարտականությունների տրցակը, այսպես ասենք, եւ պարոն Միրզոյանը ասում էր, որ այո, մենք ունենք անհամաձայնություններ, բայց նաեւ այսպես ընդհանուր որոշ եզրեր կան որոշ հարցերի շուրջ։ Ինչպես եք դուք գնահատում Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը այսօր Ռուսաստանի նկատմամբ։ Այո, նրանք չեն կատարել պարտականություններ, պարոն Սարգսյան, դա փաստ է եւ ոչ ոք չի կարող հերքել, բայց մյուս կողմից էլ ինչպես չխոսել նման երկրի հետ, որը քո առջև է գտնվում, միգուցե հասկանալ Փաշինյանի այս քայլերը։ Գիտեք, նախ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Միության բանակում մասնակցած 300,000 հայերի զոհվելու հիշատակը ուրեմն հարգելու համար պետք չէ գնալ Մոսկվայի Կարմիր հրապարակ, կարելի էր եւ նաեւ Երևանում այդ հիշատակը հարգել։ Եվ ոչ միայն 300,000 Խորհրդային Միության ազգությամբ հայ քաղաքացիների մասին է խոսքը,
երկրորդ համաշխարհային պատերազմում, նաև ֆրանսիական օրինակի համար դիմադրության, հա, ականավոր գործիչներից Միսակ Մանուշյանը, որը նույնպես մեծ դարձրին Ֆրանսիան իրականում։ Ի վերջո պետք է երկրորդ համաշխարհային պատերազմ հասկացողությունը ընկալվի որպես այդպիսին, որում իր պատասխանատվությունը ուներ հենց նաև նույն խորհրդային միությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին, նույնիսկ կրկնեմ, որին հաջորդել է երկու իմպերիալ պետությունների, կայսրությունների, խորհրդային միության եւ նացիստական Գերմանիայի միջև տարածքները, հա, անկախ պետությունների տարածքները բաժանելու, օկուպացնելու այդ պակտով եւ 1 տարի հետո արդեն մի իմպերիան հարձակվեց մյուս իմպերիայի վրա, այնպես որ այստեղ երբ որ շարունակում ենք մնալ խորհրդային քարոզչական պատմագրության ուրեմն գերի, ապա այդ դեպքում մենք խնդիր ունենք այն առումով, որ արդյոք մենք ազատագրված ենք իրապես այդ գաղափարական առումով, արժեքային առումով կայսրության մասը լինելու կարգավիճակից, թե շարունակում ենք մնալ այդ կայսրության գաղափարական կրողը։ Շատ լավ, բայց Հայաստանի իշխանությունը հարկադրված չի գործ ունենալ այդպիսի կայսրության հետ, որը շատ վտանգավոր է, որը գործակցում է Ադրբեջանի, Թուրքիայի հետ, որը Լեռնային Ղարաբաղի բռնի տեղանումը չկանխարգելել։ Հարկադրված չէ, Փաշինյանը կարծում եք այդպես մեծ հաճույք էր ստանում, երբ որ այստեղ իրեն հայհոյում կամ քննադատում են, երբ որ ինքը Կրեմլ էր գնացել։ Գիտեք, դա արդեն կամ Միրզոյանը հաճույք է ստանում, երբ որ Լավրովի այցի կապակցությամբ իր դեմ բողոքի ակցիա է։ Բնականաբար ոչ մեկը հաճույք չի ստանում, բայց երբ որ դու մի եզրակացություն չես անում կամ առնվազն եզրակացություն անելուց հետո քայլերը չես կատարում, իսկ ինչու պետք է լինի այդ քայլերը։ Ռուսաստանի Դաշնության ներկա Կրեմլի այս ռեժիմի պայմաններում նրա հետ այս նման մակարդակով կամ նման բովանդակությամբ հարաբերությունների շարունակումը ենթադրում է ուղղակի, որ Հայաստանը իր մանդատը ձեր նշած Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, Վրաստանի հետ եւ ընդհանրապես իր շահերի տեսակետից հարաբերությունների կարգավորման մանդատը հանձնում է Կրեմլին։ Այսինքն եթե դու խոսում ես Լավրովի հետ եւ նրա հետ հուշագիր ես կնքում, չգիտեմ, համագործակցություն, թե ինչ համագործակցություն, համագործակցություն այն պարագայում, երբ այդ պետությունը մեկ այլ հետխորհրդային անկախ պետության դեմ ագրեսիա է իրականացնում։ Մի պետության հետ, որ իր ուրեմն միջպետական պարտավորությունների անվտանգության չի ապահովում, հա, եւ ռուսական բազան այստեղ է, բայց Ադրբեջանի կողմից օկուպացնում են Հայաստանի Հանրապետության տարածքը եւ դրանից հետո դու շարունակում ես, չգիտեմ, ինչ համագործակցության մասին է խոսքը։ Դա նշանակում է դու շարունակում ես Կրեմլի ձեռքին թողնել Հայաստանի Հանրապետության պետական շահերի տեսակետից խնդիրների լուծման մանդատը, որտեղ ինչ ասում, ասում թե տարածաշրջանային պետությունները պետք է հա կարգավորեն, ես հասցրեցի նայեմ։ Դե գնեք Ռուսաստանի Դաշնությունը տարածաշրջանային պետություն չէ։ Եվ 3+3 այդ հայտնի բանաձևով, որով փորձում են Հայաստանին ուրեմն այդ շրջանակի մեջ առնել ըստ էության եւ ենթարկացնել ռուսական իմպերիայի շահերին, որը իր հարաբերությունները փորձում է կարգավորել Թուրքիայի հետ, Իրանի հետ, դա դուրս է գալիս, որ տարածաշրջանը դառնում է այդ 3 խոշոր պետությունների շահերի սպասարկման տարածք։ Ուղղակի նրանք են բաժանում իրենց ազդեցության տարածքները։ Այսինքն այստեղ դու քո մանդատը հանձնում ես Կրեմլին, սա մասին է խոսքը։ Իսկ իշխանությունը ինչու է շարունակում, ինչից է մտահոգվում եւ այլն, կներեք, դրա հնարավորությունները այդ կախվածությունից կա, դռները բաց են։ Ճիշտ ասած, մյուս կողմից էլ վերջին հաշվով ընդունել ես դու ուրեմն Եվրոպական միության անդամակցելու գործընթացի սկզբի մասին օրենքը։ Ի վերջո այդ փաստահավաք առաքելության տեսքով իր դաշնակցային իբր թե պարտականություն կատարող պետության փոխարեն կամ հապկի ասած փոխարեն մեր սահմանների անվտանգության տեսակետից Եվրոմիության քաղաքացիական դիտորդներն են առավել մեծ ուրեմն գործառույթ իրականացնում այդ եւ ոչ միայն այնպիսի փաստահավաք առաքելություն, որ արձանագրում են խախտումները, այլ նաեւ հասցեագրում են, որ ում կողմից է կատարվել այդ խախտումները։ Այո, կոնկրետ էր։ Այսինքն այստեղ մի հետաքրքիր դրվագ եւ այսքանից հետո, երբ որ քո անվտանգության
կարևոր բաղկացուցիչ մասը անկախ մշտադիտարկման ուրեմն գործառույթ իրականացնող ներկայությանը Եվրոմիության այդ պետության, այդ ռեժիմին ուրեմն հանցագործ ներկայացուցիչը տալիս է գնահատական, որ դրանք հետախուզական գործառույթներ են իրական, քույն գործն է։ Մեզ համար իրեն են լրտեսում Հայաստանի, բայց ինքը լավ են անում։ Ընդհանրապես դու ստեղ ինչ գործ ունես, որ ընդհանրապես քեզ դու լրտեսվեցել։ Չնայած իր լրտեսները լցված են Հայաստանով մեկ եւ դրա մեղավորը եւ պատասխանատուն հենց Հայաստանի Հանրապետության իշխանությունն է, բայց մյուս կողմից էլի կներեք, երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը հայտարարում է, որ հիբրիդային պատերազմ են իրականացնում։ Այդ հիբրիդային պատերազմ իրականացնող պետության ներկայացուցիչ ինչ անում, թե ո՞նց է դու, այսինքն դու ճանապարհ ես բացում այդ հիբրիդային պատերազմը շարունակելու կամ այդ հիբրիդային պատերազմին արդեն ենթարկվում ես։ Տեսեք, մի հարց էլ կար, դա Հայաստանի ուկրաինացման թեմատիկան է, գիտեք, Եվրամիության օրենքը երբ որ ընդունվեց անդամակցության գործընթացի մեկնարկ, տարբեր քաղաքական գործիչներ կամ պրոռուսական, այսպես կնիքով, որոնք ասում են սա Հայաստանի ուկրաինացում է։ Այսօր մենք հարց ենք ուղղում Ռուսաստան ռազմական տնտեսական պատժամիջոցներ կամ չգիտեմ ինչ որ գործիքակազմերի ձևով կփորձի արդյոք Հայաստանի ԵՄ գնալու սցենարը կանխարգելել։ Լավրովը կես ժամ դասախոսություն կարդաց այս հարցի վրա ըստեյության, հա, հիշեցնելով ճակերտների մեջ իբր Ուկրաինայի նացիստական լինելու մասին եւ այլն, ասում է Հայաստանի ինչ ուկրաինացում, Հայաստանը քաղաքակիրթ պետություն է, Ուկրաինայում թույլ չեն տալիս ռուսերենով խոսել, իսկ այստեղ թույլ են տալիս, այստեղ իդեպ ասես թույլ են տալիս նաեւ ադրբեջաներենով խոսել, իսկ այնտեղ նաեւ հայերենով, այսինքն սա ակնարկ էր երևի թե այն մասի, որ եթե մեր ռազմավարական գծերին չեք դիպչում, մենք խնդիր չունենք ձեզ ուկրաինացնելու, այդպես է։ Նախ ինչ է նշանակում ուկրաինացում։ Գիտեք, երբ որ շրջանառության մեջ են դնում հասկացություն կամ տերմին, որի հիմքը հասկանալի չէ, ավելի ճիշտ հորինված է, եւ այդ հասկացության շրջանառման միջոցով բուն պատճառը չեն ուրեմն թաքցնում են, իսկ բուն պատճառը հետեւյալն է. տեղի է ունեցել ինքնիշխան պետության նկատմամբ ագրեսիա Ռուսաստանի ռեժիմի կողմից, Կրեմլի կողմից, զուտ այն բանի համար, որ ինքնիշխան պետությունը որոշել է, որ ինքը ձգտում է Եվրոմիության անդամ դառնալու եւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու։ Ռուսաստան պատիժ է նկատի ունեն ուկրաինացումը։ Նույնիսկ եմ կրկնում, Ուկրաինայում ռուսալեզու շրջաններում, հա, նույն ռուսաց լեզուն օգտագործում է, որը հիմա օկուպացրել է դե ֆակտո ուրեմն Ռուսաստանը, Ղրիմը, որը անեքսիայի ենթարկեց։ Ինչ է նշանակում ուկրաինազացիա։ Ուկրաինազացիա տերմինով փորձում են սեփական ֆաշիստական էությունը ռեժիմի թաքցնել, այլախոհներին ոչնչացրեց Նեմցովի սպանություն, Էսթեմիրովայի սպանություն, ընդդիմադիրների ազատազրկում, անկախ լրատվամիջոցների փակում, էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ այն խայտառակ ուրեմն գործողությունները, որ իրենց ՕՄՕՆ-ը եւ իրավապահները կատարում են, հա, դա է ֆաշիզմի էությունը։ Կիևում, Ուկրաինայում այդպիսի բան անում են, այսինքն ինքը հետեւյալն է ասում ուղղակի տեքստով։ Եթե դուք այո մեր շահերի տիրույթից դուրս չգաք, ում հետ ուզում եք խաղացեք, այդ մնացածը ձեր խաղերն է, հա, բովանդակային փոփոխություն չկատարեք, ռազմավարական համագործակցություն չզարգացնեք արևմտյան ժողովրդավարական պետություններ են, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ այդ ագրեսիայի համար, ապա կներեք մենք ձեզ ձեռ չենք տա։ Սա ինչ է, սա շանտաժ է, սա ուղղակի հրապարակավ, դա սպառնալիք է, որին Հայաստանի Հանրապետության իշխանությունները ենթարկվում են հանուն ինչի, հանուն անվտանգության, չէ՞, այդպես պատկերացնենք, ֆորմուլան սա է, բանաձևը։ Բայց ես մի բան կարող եմ ասել, որ պատմության մեջ բազմիցս դա հիմնավորվել է եւ դա Ուկրաինան էլ դրա հետևանքն է ուրեմն կրում։ Երբ որ դու հանուն քո անվտանգության զիջում ես ազատությունը, իսկ Ուկրաինան իր ազատությունը զիջել էր թույլ տալով ռուսական ռազմածովային բազայի ամրագրումը Ղրիմի թերակղզում, որը դարձավ հետո այսպես կոչված կանաչ, հա, զինվորիկների կամ զինվորականձի դրա հետևան հանուն իր անվտանգության, հա, իր
ազատություն ինքնիշխանություն այդ տարածքի նկատմամբ զիջել է Ռուսաստան, տեսանք ինչ ստացավ։ Հիմա Հայաստանում ես ես վստահեցնում եմ 102-րդ բազան դա Հայաստանի օկուպացման, ուղղակի օկուպացման սպառնալիք է եւ նա ոչ թե Հայաստանի անվտանգության երաշխավորման նպատակով է գտնվում կամ հայ-թուրքական սահմանը պահպանելու նպատակով, այլ դա Հայաստանում ինքնուրույն որոշումներ կայացնելու, այդ թվում հարաբերությունները ռազմավարական համագործակցություն զարգացնելու այլ պետությունների հետ, հա, դրա դեմ կիրառվող ուժն է եւ վստահեցնում եմ այսպես շարունակելու դեպքում մի օր այդ նույն դերն են կատարելու 102-րդ բազան, ինչ որ Ղրիմում ռազմածովային ռուսական նավատորմը կատարեց։ Պարոն Սարգսյան, Լավրովը այսօր բացատրեց ինչու մեզ զենք չեն տալիս, ասում են դե Եվրամիությունը տեսնում եք ոնց է զինում Ուկրաինային մեր դեմ գերժամանակակից եւ շատ զենքեր են օգտագործում։ Մենք չենք կարող մեր պարտավորությունները ժամկետում կատարել եւ լավ հասկանում են մեր հայ բարեկամները, բայց այստեղ մի քիչ կշտամ բան կար, որևէ խնդիր չկա այլ երկրից զենք գնելու հարցում, դա հայ բարեկամների ընտրությունն է, եթե իրենք ուզում են ֆրանսիական մատակարարումներ, խնդրեմ, չենք պարտադրելու, ասում են, բայց ըստ էության ասածը ոնց է, սա էր էլի, որ դաշնակիցը հիմնվում է Ֆրանսիայի պես երկրի մատակարարումների վրա, որը գլխավորում է մեր դեմ թշնամական ճամբարը, իսկ Մակրոնը շնչում է հակառուսականություն։ Ես չգիտեմ, թե այդ հարցազրույցը մամուլի ասուլիսներ կամ մամուլի ասուլիսի ժամանակ այդ հարցը հնչեցվել է, թե չէ, կամ հիշեցվել է այդ հանցագործին, որ 2016 թվականի ապրիլի քարոզիա պատերազմից առաջ Ռուսաստանի Դաշնությունը 200 միլիոն դոլարի, ընդ որում դա հայկական կողմը վարկ էր վերցրել, հա, Ռուսաստանից, զենք պետք է մատակարարեր, եւ մինչեւ այդ զենքը մատակարարելը նախ առաջերտին հրապարակեց այդ ամբողջ զենքի ցուցակը, թե ինչ պետք է մատակարարի, եւ այդ զենքը այդպես էլ սպառազինություն չմատակարարեց Հայաստանին մինչեւ ապրիլի այդ ագրեսիան։ Դրա մասին ինչ կասի, այն ժամանակ էլ հո պատերազմի մեջ չէր, այն ժամանակ էլ հո պատժամիջոցների մեջ չէր Ռուսաստանի Դաշնությունը, բայց դրա մասին ինչ կարող ասել։ Իդեպ, հենց նույն Սերժ Սարգսյանն էր, չէ, բողոքել ապրիլյան պատերազմից հետո, որ համարձակվել էր Մեդվեդևին։ Այո, Արգենտինայում կարծեմ, որ բագիտ չէ։ Բաղրամյան 26-ում էլ Մեդվեդևին ասաց հայ հանրությունը չի հասկանում ոնց է հայ զինվորումը անում ռուսական զենքից։ Բայց այդքան է։ Մի րոպե, բայց այն ժամանակ էլ հո բան չէ, խնդիրը չի, խնդիրը այն ծավալների է հասել այդ եւ այդ ռուսական սպառազինությունների մատակարարումը կամ վաճառքը բռնապետական ռեժիմին, հա, Ալիևին, որ դրա մասին անգամ Սերժ Սարգսյանի ռեժիմի ժամանակ էր, չէ, բարձրաձայնվում։ Բալանս է փոխվել եւ Լավրովը այսօր բալանսի հարցն է։ Ուրեմն բալանսը մի անգամ չգիտեմ առիթով ասել, հիմա էլ ասեմ։ Ռուսաստանի Դաշնությունը ստում է հանձինս իր արտգործնախարարի եւ ինքը երաշխավորել է Ադրբեջանի ռեժիմին եւ իր անգործությամբ, թե ուղղակի գործողությամբ աչակցել է, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ենթարկվի բռնի էթնիկ զտման, Ալիևի ռեժիմին օգտագործել որպես գործիք Հայաստանի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար եւ իր ճնշման արդյունքում այն իրավիճակում, որում հայտնվել է Հայաստանը, գալիս է փորձելու փրկելու Հայաստանը։ Սա տիպիկ այն պրիմիտիվ մեխանիզմն է, որ ժամանակին, եթե հիշում եք 1920 թվականի պատմության մասին եմ հիշեցնում, հրահրեցին ներքին խժդժություններ, անկայունություն, Թուրքիայի կողմից, որը ստացել էր բոլշևիկյան Ռուսաստանից ռազմական օգնություն, հարձակում Հայաստանի դեմ, հայ-թուրքական պատերազմը, այնուհետև որպես փրկարար Կարմիր բանակը եկավ օկուպացրեց Հայաստանի Հանրապետությունը։ Սա շատ պրիմիտիվ, հա, սխեման է, ուղղակի այս նորագույն ժամանակահատվածում Թուրքիայի փոխարեն սպառազինում է Ադրբեջանի ռեժիմին, որին հրահրում է եւ նրան աջակցում է Հայաստանի դեմ, ուրեմն ագրեսիայի հարցում, որպեսզի Հայաստանի իշխանությունը եւ հայ հասարակությունը ասեն լավ միակ փրկությունը Ռուսաստանն է, որի խոսնակները Բառացիոն Լավրովից մի քանի օր առաջ խոսում են, որ այո, մեր կյանքը, մեր փրկությունը։ Թույլ տվեք մեջբերում անել։ Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ ըստ էության ասածը որն էր, որ ոչ թե Ռուսաստանը մեզ դավաճանել է իր անվտանգային պարտավորությունները չկատարելով, այլ այսօրվա իշխանությունները Ռուսաստանի հետ կապված կեղծ թեզեր են
առաջ բերում, ամբողջ քարոզչամեքենան են օգտագործում, հիմնական նպատակը հակառուսականության տարածումն է, անվստահություն սերմանելը Ռուսաստանի նկատմամբ միութենական պետությունն են կապում Ռուսաստանի հետ վարկաբեկելու Ռուսաստանին, այ միլիոնավոր դոլարներով, չգիտեմ, $100,000 կամ եվրոներով, եթե նույնիսկ այնքան սեմինար, համաժողով, լրատվական միջոցներ եւ այլն Հայաստանում Կրեմլի քաղաքականության վերաբերյալ այդ նեգատիվ պատկերացումը ձևավորման նպատակով չէին ունենա այն արդյունքը, որ Ռուսաստանի Դաշնությունը հանձինս Կրեմլի իր վարած քաղաքականությամբ հասավ։ Առանց մի կոպեկ ծախսելու Ռուսաստանի Դաշնությունը իր քաղաքականության շնորհիվ հասավ նրան, որ Հայաստանի հասարակությունում եւ այդտեղ քանակը չի կարեւոր, այլ Հայաստանի հասարակության կողմից Ռուսաստանի Դաշնության Կրեմլի ռեժիմի քաղաքականության նկատմամբ կա բացարձակ բացասական վերաբերմունք, բացարձակ։ Եվ այս առումով, քարոզչության հետևանք չի։ Ասում լավագույն քարոզչությունը արեցին իրենց քաղաքականությամբ, երբ որ 100,000-ից ավել մարդ բռնի էթնիկ զտման ենթարկվեց, երբ որ քո տարածքը օկուպացված է եւ նրանք դիրքերը այդ ռուսական իբր թե սահմանապահ հենակետերը, ռուսական բազայի հենակետը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը համաձայնվել էր 20 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղակայվեին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, թողեցին դիրքերը, որ ադրբեջանցիները առաջ գան եւ գրավեն։ Այսինքն այդտեղ պետք չէր քարոզչություն իրականացնել, երբ որ օբյեկտիվ փաստերը հենց վկայում են այդ պետության, այդ ռեժիմի հակահայկական, հակահայաստանյան քաղաքականության մասին։ Փաշինյանը արևմտյան խաղեր էր տալիս, խեղճ Ռուսաստանի մի րոպե։ Փաշինյանը ոչ թե պետք է խաղեր տա, Փաշինյանը հստակ պետք է այդ դիրքորոշումը արձանագրի եւ ասի Ռուսաստանի Դաշնությունը մեր անվտանգության երաշխավորը չէ։ Ու վերջ, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը հենց ինքն է ապացուցել, որ իր անվտանգության երաշխավորի կամ միջպետական պայմանագրով վերցած պարտականությունը տեսնում է միայն փաստահավաք առաքելության իրականացման միջոցով։ Ուրիշ ոչինչ, բայց կներեք, մենք առանց միջպետական որևէ պայմանագրի ԵՄ-ի քաղաքացիական դիտորդներ արդեն իսկ փաստահավաք առաքելությունը իրականացնում եւ արդյունավետ ենք իրականացնում, հա։ Այնպես որ այստեղ ես նույնիսկ չեմ հասկանում, թե ինչով էր պայմանավորված այդ հանցագործ մի պետության ղեկավար, որի նկատմամբ միջազգային քրեական դատարանի դատախազը ձերբակալության մասին որոշում է կայացրել պատերազմական հանցագործությունների կատարման մեջ եւ մի պետություն, որը վավերացրել է միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը Հայաստանի Հանրապետությունը, ոնց է այս երկու հանգամանքը վերցրած պարտավորությունը, որ դու պատերազմական հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց պետք է ձերբակալես, հանձնես միջազգային քրեական դատարանին, ու այդ հանցագործություն կատարած ռեժիմի ներկայացուցիչին ընդունում ես։ Սա ոնց է տեղավորվում։ Լավրովը չի հետախուզվում, Պուտինն է հետախուզվում։ Լավրովը Պուտինի խոսնակն է։ Դա պերսոնալ նոն գրատա պետք է եղնի Հայաստանի Հանրապետությունում։ Եվ այդտեղ գտնեք որոնք են այն հիմնավորումները, որով կարող են մեզ համոզել, որ Լավրովի այցը զուտ հայաստանյան շահի տեսակետից հիմնավոր է կամ անհրաժեշտ է։ Որոնք են այդ հիմնավորումները։ Նույն հարցն է, ոնց որ տրվում էր, որոնք են հիմնավորումներ շքերթին մասնակցելու երևի։ Դե հենց է դա։ Նույն տրամաբանության։ Հա, որն է այդ բանը, վախը, բայց կներեք վախի պարագայում կամ վախի պայմաններում դու չես կարող երկրի անվտանգությունն ապահովես։ Վախի պարագայում երկրի անվտանգությունը դու չես կարող հզորացնես։ Երկրի ինքնիշխանությունը չես կարող պահպանես։ Եկեք ամփոփենք այս հարցով։ Եվրամիություն եք մեզ տանում, պարոն Սաքունց, լավ գիտակցելով, որ դա պետությունների ինքնիշխանությունը ճնշելու ամենահզոր միավորն է աշխարհում։ Հեղինակ Ռոբերտ Քոչարյան, կետ։ Ռոբերտ Քոչարյանը, ախր գիտեք, անդադ այդ մարդու անունը այնքան པարզ է արդեն, որ դա նույնիսկ մեկնաբանել անը։ Ինքը վերջերս ասում են ուրիշ հերոսի անուն չգիտեք, բայց այնպիսի մտքեր ինքը հերոսը չի, ինքը մարդասպան, մի մարդ, որը պետական ահաբեկչություն է իրականացրել քաղաքացիների նկատմամբ։ Մի մարդ, որը հրապարակավ, ասում է դե հո
Եվրոխորհուրդը պոլիտբյուրո չէ, հետո դրանից հետո նույն Եվրոխորհրդի Ստրասբուրգի դատարան է դիմում իբր իր իրավունքների պաշտպանության հարցով։ Իր համար միակ մի պոլիտբյուրո կա, Կրեմլը։ Եվ Կրեմլի հետ քիմիական կապը դա իր պատկերացածն է ամբողջ աշխարհի վերաբերյալ։ Հասկանում եք, սա է ամբողջ այդ մարդու բանը, էությունը։ Դրա համար մեկնաբանել կամ դրա հետ կապված որևիցե ինչ որ փորձել, չգիտեմ, վերլուծության ենթարկել անիմաստ բան է։ Այդ մարդը իր ամբողջ գույք պարտքի դիմաց ամբողջ ենթակառուցվածքները Ռուսաստանի Դաշնությանը հանձնելով երկաթգից, հա, չգիտեմ, հայ-ռուսական համատեղ, հա, այդ ուր են այդ բաները, հակաօդային պաշտպանություն, սա հանձնել էր։ Դա ինչ խոսալ մի մարդու, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ ինքնիշխանության հիմնական սյունները հանդիսացող բոլոր ենթակառուցվածքները հանձնել Ռուսաստանի Դաշնության ենթակառուցվածությունը հանուն իր իշխանության ապահովման։ Սպաստ է։ Շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Արթուր Սաքունցին։